Փոփոխությունների քամիները բերում են ոչ միայն սենսացիաներ, այլև կոնկրետ հնարավորություններ, հենց այն հնարավորությունները, որոնք աննկատելիորեն փոխում են ֆինանսական տախտակի վրա եղած իրերը։ 2026 թվականին կհաղթեն նրանք, ովքեր կարող են լսել հոսանքների մեղեդին եւ այն վերածել կոնկրետ գործողությունների, բանակցություններ վարելով գործընկերների հետ, փոխելով կարիերայի ուղղությունը, ներդրումներ կատարելով ավելի շատ վաստակելու իրենց կարողության մեջ։ Խոյ, նախաձեռնողականության մի պահ, երբ ռիսկը պարգևատրվում է։ Խոյերի համար 2026 թվականը կլինի արագ եւ նկատելի առևտրային գործունեության տարի։ Կհայտնվեն նախագծեր, որտեղ դուք կարող եք առաջնորդել եւ զգալի ֆինանսական պարգևներ ստանալ համարձակ մեկնարկի եւ մարդկանց արագ մոբիլիզացնելու ունակության միջոցով։ Սա լավ ժամանակ է ձեր սեփական մինի բիզնեսները գործարկելու, ապրանք թողարկելու կամ ծառայություններ առաջարկելու համար, որտեղ դուք դեմքն ու շարժիչ ուժն եք։ Գլխավորը իմպուլսիվությունը չշփոթել անզգուշության հետ։ Մեծ գումարներ դնելուց առաջ գնահատեք գործարքի իրավական եւ հարկային հետևանքները եւ մշակեք ներդրումների վերադարձի ծրագիր։ Եթե մտածում եք վարկերի կամ գործընկերային ներդրումների մասին, կնքեք հստակ համաձայնագրեր եւ պարտականություններ կայուն աճ ապահովելու համար։ Անձնական ֆինանսներում օգտակար է ստեղծել անսպասելի ծախսերի համար բարձիկ, միաժամանակ մի փոքր գումար հատկացնելով ռիսկային, բայց պոտենցիալ շահավետ գաղափարներ փորձարկելու համար։ Խեց գետին, հուսալիության հպում, գումար, խնամքի եւ ռազմավարության միջոցով։ Խեցգետինները կգտնեն եկամտի հաջող աղբյուրներ տան հետ կապված նախագծերի, ուրիշներին ծառայելու կամ աջակցություն ցուցաբերելու միջոցով ինչպես ուղղակիորեն, այնպես էլ հեռակա կարգով։ Այս տարին խթանում է արժեքավոր կապերը հաճախորդների եւ գործընկերների հետ, ովքեր կգնահատեն ձեր ուշադրությունն ու հուսալիությունը։ Ֆինանսական աճը կարող է գալ կայուն եկամտի հոսքերի ստեղծումից, բաժանորդագրությունների, անդամակցությունների, պարբերական վճարումներով ծառայությունների եւ նեղ մասնագիտացված խորհրդատվության միջոցով։ Կարևոր է կառուցել ձեր դրամական հոսքը եւ ամեն ինչ չթողնել միայն ձեր գլխում։ Հետևեք ձեր ֆինանսներին եւ միջոցներ հատկացրեք զարգացմանը, այլ ոչ թե միայն ընթացիկ կարիքների համար։ Եթե ներդրում եք կատարում անշարժ գույքի կամ վերանորոգման մեջ, հաշվի առեք վերադարձման ժամանակահատվածը եւ պասիվ եկամտի ներուժը։ Սա կօգնի ձեզ խուսափել ձեր բյուջեի գերծանաբեռնվածությունից։ Կույս, կարգի մեղեդին, շահույթ ճշգրիտ որոշումների արվեստում։ Կույսերը կպարգևատրվեն մանրամասներին ուշադրություն դարձնելու եւ քաոսը կարգուկանոնի վերածելու ունակության համար։ 2026 թվականին դուք կտեսնեք եկամտի աճ, գործընթացների օպտիմալացման, ընկերության արդյունավետությունը բարելավելու առաջարկների կամ ուրիշների ժամանակը խնայող ծառայությունների ստեղծման միջոցով։ Սա բարենպաստ ժամանակահատված է բարձր մակարդակի ֆրիլանսինգի, բարձր մասնագիտացված ծառայությունների եւ խորհրդատվության համար, որտեղ գնահատվում են որակը եւ ճշգրտությունը։ Ֆինանսական առաջընթաց կգրանցվի նրանց համար, ովքեր պատրաստ են համակարգել իրենց գիտելիքները, ձևակերպել ապրանքները, դասընթացներ, ստուգաթերթիկներ, ձևանմուշներ եւ դրամայնացնել դրանք։ Կառավարեք ռիսկերը, մի ստանձնեք ամեն ինչ միանգամից։ Ավելի լավ է զարգացնել եկամտի մի քանի կայուն հոսքեր, քան հետապնդել բազմաթիվ, բայց անարդյունավետ հնարավորություններ։ Կարիճ, կապիտալի հանգիստ խորությունը, փոխակերպման ուժը։ Կարիճների համար 2026 թվականը խոստանում է փոխակերպման հնարավորություններ, որտեղ ֆինանսական շահույթը կապված է խորը վերլուծության, վերակառուցման եւ համարձակ որոշումների հետ։ Դուք կկարողանաք բացահայտել շահույթի այնպիսի աղբյուրներ, որոնց մասին երբեք չէիք մտածում։ Մտավոր սեփականության վաճառք, ձեր բիզնեսի վերակառուցում, ներդրումներ բարձր անկայունության եւ բարձր ներուժ ունեցող նախագծերում։ Հաջողությունը կպահանջի քաջություն, բայց ավելի շատ տեղեկատվությունը մշակելու, բանակցելու եւ բարդ բանակցություններում առաջնորդվելու պատրաստակամություն։ Խոշոր գործարքների համար օգտակար է դիմել իրավաբանի կամ ֆինանսական խորհրդատուի մասնագիտական աջակցությանը։ Կենտրոնացեք կապիտալի պաշտպանության վրա, դիվերսիֆիկացիան եւ պահուստների ստեղծումը կօգնեն պահպանել ձեր նվաճումները եւ պատրաստվել աճի հաջորդ փուլին։ Աղեղնավոր, եկամտի թևեր, ընդլայնում փորձի միջոցով։ Աղեղնավորները կգտնեն ֆինանսական հաջողություն, որտեղ կարող են համատեղել անձնական փորձը մասշտաբային ձևաչափերի, կրթություն, զբոսաշրջություն, հրատարակչություն, անցային նախագծեր։ 2026 թվականը բարենպաստ է գիտելիքների դրամայնացման եւ այնպիսի ապրանքների ստեղծման համար, որոնց արժեքը կաճի իրենց լսարանի ընդլայնմանը զուգընթաց։ Խելամետ է ժամանակ ներդնել այնպիսի ապրանքանիշի եւ հարթակի կառուցմանը, որը կաշխատի ձեզ համար նույնիսկ ավելի քիչ ակտիվության ժամանակահատվածներում։ Հիշեք պահպանել կարգապահությունը, կանոնավորությունն ու որակյալ բովանդակությունը ավելի կարևոր են, քան ակտիվության պատահական պոռթկումները։ Եթե մտածում եք միջազգային շուկաներում կամ արժութային գործիքներում ներդրումներ կատարելու մասին, նախ հաշվի առնեք հարկային հետևանքները եւ օգտագործեք հետջավորման գործիքներ ձեր շահույթը պահպանելու համար։ Ձրիկ,
Հարթ ուղի դեպի եկամուտ, ինտուիցիան պրագմատիզմի ծառայության։ Ձկները 2026 թվականին հնարավորություն կգտնեն ստեղծագործականության, կարեկցանք և պատկերների հետ աշխատանքի միջոցով, բայց իրական առաջընթաց կգա, երբ ոգեշնչումը համակցվում է պլանավորման հետ։ Դիտարկեք ստեղծագործական աշխատանքի դրամայնացման տարբերակները՝ լիցենզավորում, ապրանքանիշների գործընկերություններ, թվային արտադրանքի վաճառք և հեղինակային իրավունքի ծառայություններ։ Աղեղնավոր, եկամտի թևեր, ընդլայնում փորձի միջոցով։ Աղեղնավորները կգտնեն ֆինանսական հաջողություն, որտեղ կարող են համատեղել անձնական փորձը մասշտաբային ձևաչափերի՝ կրթություն, զբոսաշրջություն, հրատարակչություն, անցային նախագծեր։ 2026 թվականը բարենպաստ է գիտելիքների դրամայնացման և այնպիսի ապրանքների ստեղծման համար, որոնց արժեքը կաճի իրենց լսարանի ընդլայնմանը զուգընթաց։ Խելամետ է ժամանակ ներդնել այնպիսի ապրանքանիշի և հարթակի կառուցմանը, որը կաշխատի ձեզ համար նույնիսկ ավելի քիչ ակտիվության ժամանակահատվածներում։ Հիշեք պահպանել կարգապահությունը։ Կանոնավորությունն ու որակյալ բովանդակությունը ավելի կարևոր են, քան ակտիվության պատահական պոռթկումները։ Եթե մտածում եք միջազգային շուկաներում կամ արժութային գործիքներում ներդրումներ կատարելու մասին, նախ հաշվի առնեք հարկային հետևանքները և օգտագործեք հետջավորման գործիքներ ձեր շահույթը պահպանելու համար։ Նոյեմբեր 2025 կենդանակերպի 3 նշան, որոնց աստղերն անակնկալներ են մատուցելու ամսվա երկրորդ կեսին։ 2025-ի նոյեմբերը չի պատրաստվում ձանձրալի ու կանխատեսելի լինել։ Մինչ օրերը կարճանում են, իսկ ջրմաչափի սյունը սողում է ներքև, տիեզերքը որոշել է խառնել խաղաքարտերը։ Մոլորակների տեղաշարժերը, գագաթնակետին հասնող լիալուսինը և ռետրոգրադ տատանումները ամիսը վերածում են իսկական շրջադարձային կետի։ Կենդանակերպի 3 նշանների համար նոյեմբերի երկրորդ կեսը կդառնա մի ժամանակաշրջան, երբ պատահականությունները վերածվում են շահումի։ Խոսակցությունները գործի են գցում մեխանիզմները, գաղափարները պոռթկում են դեպի ազատություն, իսկ ինտուիցիան աշխատում է որպես մառախուղի մեջ հայտնված կողմնացույց։ Ահա թե ինչ է սպասվում այս բախտավորներին, առանց ավելորդաբանության, բայց ողջ խանդավառությամբ։ Երկվորյակներ։ Երկվորյակների խոսքերը հանկարծակի կշիռ են ձեռք բերում։ Կարծես դրանք միացրել են ուժեղացուցիչին։ Մեկ խոսակցություն և նոր նախագծի դուռը լայն բացվում է։ Հանդիպում սրճարանում, հանկարծակի զանգ, ծանոթ, որը պատահաբար հայտնվել է մոտակայքում, այս ամենը գործարկում է շղթայական ռեակցիա։ Լճացումը նահանջում է, գաղափարները, որոնք փոշոտվում էին գրասեղանի դարակում, կենդանանում են, բայց այստեղ գլխավորը մանրուքների վրա չցրվելն է։ Տարբերակները բազմաթիվ են, և ոչ բոլորն են տանում դեպի վերջնագիծ։ Ընտրեք այն, ինչը ձեզ իսկապես ոգևորում է։ Եվ նոյեմբերը կվերածվի համատարած եռուզեռի։ Ջրհոս։ Մինչ մյուսները գանգատվում են մռայլությունից, ջրհոսները յուրահատուկ բավականություն են ստանում ներքին հավասարակշռությունից։ Մարսը վառելիք է լցնում, Վեներան գեղագիտություն ավելացնում, իդեալական համադրություն ստեղծագործելու և ներդաշնության համար։ Հոկտեմբերյան հանելուկներն ինքնաբերաբար բացահայտվում են։ Աշխատանքում նոր հնարավորություններ են բացվում գաղափարների և գործընկերության համար, որտեղ ազնվությունը լավագույն հաղթաթուղթն է։ Հարաբերություններում դիմակներն ընկնում են, կապերն ամրանում են, համարձակությունն ու վստահությունն այժմ նման են թաքնված դռների բանալիների։ Քայլ արեք և կտեսնեք, թե ինչպես է ամեն ինչ իր տեղն ընկնում։ Ձուկներ։ Ձկների համար նոյեմբերի երկրորդ կեսը հանգիստ, բայց հզոր նորակման շրջան է։ Փոփոխությունները մոտենում են աննկատ, ինչպես մակընթացը, բայց երկար ժամանակ հետք են թողնում։ Ինտուիցիան գագաթնակետին է։ Այն առաջնորդում է լաբիրինթներով, որտեղ տրամաբանությունը զիջում է։ Սիրային հարցերում հին հանգույցները քանդվում են, մտերմությունն ավելի է խորանում։ Աշխատանքում ճշգրիտ քայլեր, որոնք պատահական են թվում, բայց փոխում են ընդհանուր ընթացքը։ Այսօրվա զուգադիպությունը վաղվա ճակատագրական շրջադարձն է։ Մի թաքնվեք ստվերում, մնացեք խաղի մեջ, և աստղերը ձեզ առատը ձեռներով կպարգևադրեն։